Տեխնիկայի մեջ շատ ծիծաղելի է, զավեշտալի է, շտատիվների մեջ, տեսախցիկների մեջ, դուք լրագրողներ եք, այստեղ կանգնած օպերատորներն էլ կարող են ասել, ինչ հնարավոր ինֆորմացիա կարելի է գտնել շտատիվի մեջ քրեական գործի հետ առնչություն ունեցող։ Կամ գուցե համարել են, որ խուլիգան շտատիվներ են, դրանց էլ ձերբակալել մի քանի օրով, մինչև կվերադարձնեն։ Իհարկե որևէ բան հնարավոր չէր գտնել այդ տեխնիկայի մեջ։ Նպատակը դրա համար եմ ասում, ակնհայտ է, որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում, որ նպատակը լրատվականի գործունեությունը խոչընդոտելն է։ Ընդ որում առգրավել են ոչ թե միայն փոդքասթի նկարահանման տեխնիկան, այլ լրատվականում գոյություն ունեցող բոլոր տեխնիկան։ Բոլոր շտատիվները, 9 հատ շտատիվ են տարել, այս թիվը առաջին անգամ եմ հնչեցնում, 9 շտատիվ են տարել կազմակերպությունից, համակարգիչները, լրագրողների անձնական, ուղիղ եթեր հեռարձակող լրատվականի գործունեությունն ապահովող բոլոր համակարգիչները, բոլոր տեսախցիկները, բոլոր առանց բացառության, բոլոր միկրոֆոնները, այդ թվում եւ չաշխատող արխիվացված են, որ ուղարկել էինք արխիվ, որ հնարավորություն ունենանք սարքենք, օգտագործենք։ Իրենց զգուշացվել է, որ դրանք փչացած են, բայց դրանք եւս տարել են։ Կազմակերպության լրատվականի անվտանգությունն ապահովող տեսախցիկների DVR-ը, զրկելով մեզ մեր անվտանգությանը հետևելու հնարավորությունից։ Տարբեր տեսակի կրիչները մի կողմից գուցե հավանական է, որ որևէ կրիչ կարող էին բացել եւ որևէ հայհոյանք գտնեին այդ կրիչի մեջ, որպես խուլիգանության փչացնող իհարկե հանցակազմը հիմնավորող, բայց որևէ շտատիվի, որևէ տեսախցիկի, որևէ միկրոֆոնի մեջ որևէ այլ ինֆորմացիա չէր կարող հայտնաբերվել։ Տարել են լրագրողների անձնական նոթատետրեր, ինչ կարելի էր գտնել լրագրողի անձնական նոթատետրի մեջ։ Գրիչների հետ, շտատիվների հետ։ Երեք քննչական կոմիտեն մեզ վերադարձրել է տեխնիկայի մի մասը, հիմա շատ բան չեմ ուզում ասել, մենք այսօր խմբագրությամբ հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ, միայն ասեմ, որ թող չակնկալեն, որ շնորհակալ ենք լինելու, որ ապօրինի մեր կազմակերպությունից, մեր լրատվականից վերցված գույքի մի մասը, փոքր մասը վերադարձվել է, մենք շնորհակալ չենք լինելու, շնորհակալ չենք, որ 23 օր մեր գործունեությունը խոչընդոտվել է, շնորհակալ չենք, որ այսօրվա դրությամբ դեռևս մեր կազմակերպության, մեր լրատվականի երկու կարևոր մեդիա դեմքերը գտնվում են անազատության մեջ, որևէ դեպքում շնորհակալ լինել չենք կարող եւ շնորհակալ լինել չենք կարող անգամ այն դեպքում, երբ այս քրեական գործը հանցակազմի բացակայության հիմքով կարճվի, որովհետև ի սկզբանե այս ապօրինությունը ուղղակի չպետք է տեղի ունենար։ Եվ հաշվի առնելով այս ամեն ինչը, մենք մեր խնդիրն է պարզապես բոլոր դեսպանատներին, բոլոր միջազգային կառույցներին պատշաճ իրազեկել, հասցնել Հայաստանում տեղի ունեցող խայտառակ ապօրինությունների մասին բոլոր մանրամասներն ու հանգամանքները, որ վաղը մյուս օրը պարզապես չասեն, որ իրենք իրազեկված չեն եղել։ Մեր խնդիրը այսօր այստեղ գտնվելու դա է։ Ինչ որ հույսեր իհարկե ունենք, որ դեռ կարող են արձագանքել հաշվի առնելով նախորդ անգամ հարուցված քրեական գործից հետո ստացված արձագանքները։ Amnesty International-ներ արձագանքել, Human Rights Watch-ներ արձագանքել, եւ էլի մի քանի կազմակերպություններ, իրավապաշտպան լրագրողական կազմակերպություններ, որոնք արձանագրել էին, որ Նարեկի եւ Ազգենի ձերբակալությունն ու կալանավորումը եղել են ապօրինի եւ իրենք քաղբանտարկյալներ են։ Արձագանքել էր նաեւ Եվրոպական լրագրողների ֆեդերացիան։ Հստակ դիտարկել էր բոլոր հանգամանքները եւ եկել էին այն եզրակացության, որ տեղի ունեցածը անհամաչափ է, ապօրինի է եւ նման բան տեղի չպետք է ունենար։ Այս պահի դրությամբ դեռևս որևէ արձագանք չկա, ընդ որում ուզում եմ նաեւ ձեզ հիշեցնել, որ գործով երկուսն էլ արդարացվել էին, գոյություն ուներ ընդհանուր իրավասության դատարանի արդարացման վերդիկտ, որը հիմա գտնվում է վերաքննության փուլում։